ողջույն։ Այսօր շատ համեղ խմորեղեն ենք պատրաստելու։ Էկլերի սիրահարներին հրավիրում եմ իմ խոհանոց, որպեսզի միասին պատրաստենք այս հրաշք խմորեղենը։ Սիրելիներ, սա ոչ թե խմորեղեն է, այլ շատ գեղեցիկ է, հյուրընկալ, այսինքն եթե ցանկանում եք զարմացնել ու գեղեցիկ հյուրասիրություն անել, առաջարկում եմ այս տարբերակով պատրաստեք։ Ես վերցրել եմ իմ հանրահայտ թավան, որ բոլոր անհանգստանում են, որպեսզի ես չխառնեմ մետաղյա խառնիչներով, այլ անպայման սիլիկոն օգտագործեմ, մի խոսքով, որովհետև սա ինձ ծառայում արդեն 7-րդ տարին է։ Ես դեռ այդպիսի բան չի եղել, որ իմ թավան կամ իմ կաթսան ես օգտագործեմ 7 տարի։ Պատկերացրեք, այս կաթսան ես օգտագործում արդեն 7-րդ տարին է սկսվել։ Մի խոսքով շատ գոհ եմ այս կաթսայից։ Գերմանական ֆիրմայի է, ես արդեն նշել եմ մի քանի անգամ, սովորական Lidl խանութից եմ ձեր բերել, հիմա էլ չեն բերում, չեն ստանում, թե չէ էլի ձեր կբերեի։ Մի խոսքով, բաղադրատոմսը, սիրելիներ, կաթսայի մեջ ավելացնում ենք 100 գրամ կաթ, սովորական կաթ, սառը կաթ։ Եվ ավելացնում ենք 100 գրամ սովորական ջուր, 1 թեյի գթալ շաքարավազ, 1 պտղունց աղ, 80 գրամ կարագ և դնում ենք կրակին, սիրելիներ, մինչև կարագը հալվի։ Ուրեմն միացնում ենք ու թողնում ենք կարագը հալվի։ Շատ կարևոր է, որպեսզի հալվի, բայց ջուրը չեռա։ Այդ նկատում եք, արդեն կարագը կարելի ասել ամբողջովին հալվել է, ջուրը չի եռում, բայց լավ տաքացել է։ Այ հիմա սիրելիներ ավելացնում ենք ալյուրը, 120 գրամ ալյուր է։ Ալյուրը ավելացնում ենք, կրակը միշտ թողնում ենք մարմանդ, պետք չէ ուժեղացնել, ու հիմա լավ խառնում ենք։ Հիմա ես ասեմ, որ ամենակարևոր պայմանը կրակի վրա, մարմանդ կրակի վրա շատ լավ չորացնելն է, դրանից է կախված, թե ձեր խմորեղենը լավ կստացվի, թե ոչ։ Գոնե 3 րոպե նայեք ժամացույցին, պետք է լավ չորացնեք։ Իդեպ մի քիչ որ կաթ ենք խառնում, ավելի նուրբ է ստացվում, այդքան էլ չոր չի լինում։ Վերջ, սիրելիներ, ես լավ չորացրեցի խմորը, եթե այնպիսի կաթսա ունեք, որ ալյումինե կաթսա է, հատակը պետք է մի փոքրիկ այսպես փառ կապի ու կպնի, նշանակում է լավ խմորը արդեն չորացել է, պատրաստ է, իսկ եթե այնպիսի կաթսա եք օգտագործելու, որ հատակը չի կպնում, գոնե 3 րոպե պետք է լավ չորացնեք։ Խմորը տեղափոխում ենք ամանի մեջ, 3 րոպե թողնում ենք, որպեսզի հովանանք, շատ պետք չէ, տակ-տակ վիճակում ենք պատրաստելու, այսպես պատերին եմ քսում, որպեսզի ավելի հեշտ չորանա, ավելի հեշտ սառի, մի փոքրիկ հովացնում ենք, սիրելիներ, ունեմ 4 ձու, բայց դա չի նշանակում, որ ես 4 ձուն էլ օգտագործելու եմ, կախված է լինելու մեր խմորի որակից, քիչ-քիչ ենք ավելացնելու, երբ որ արդեն հասնենք մեր ուզած թանձրության, վերջ ենք տալու, հնարավոր է, որ 4-ից ավելին օգտագործվի, այնպես որ 3 րոպե հետո արդեն կփորձենք։ Սկսում ենք աշխատել, սիրելիներ, ավելացնում ենք 1 ձուն, արագ ենք հարում, որպեսզի ձուն չհասցնի եփվի, քանի որ խմորը դեռ տաք է։ Իդեպ այս աշխատանքը կարող եք նաև ձեռքով անել, դա կարևոր չի, որպեսզի հարի չովանեք։ Երկրորդ ձուն ենք ավելացնում։ Դե գիտեք, հարում ենք այնքան, մինչև որ ձուն լավ լուծվում է։ Հիմա ստուգում եմ խմորի թանձրությունը, այդ տեսնում եք հենց 4 ձուն, իսկական իր չափն էր, ընտիր։ Խմորը լցնում ենք խոհանոցային պարկի մեջ, որպեսզի հեշտ լինի պատրաստելը։
թղթի վրա գծում ենք կլորը, շրջանը, որ չափով որ դուք նախընտրում եք։ Այսպես ես շրջանը գծեցի ու հիմա ցույց կտամ ինչպես ենք անելու։ Այսպես մի քանի շերտ իրար վրա պետք է դասավորենք։ Այնինչ մնաց, այսպես մի քանի հատ կարող ենք էկլերի նման ուղղակի դնել, հետո անուշ անել։ Մոռացել էի զգուշացնել, որ ջեռոցը միացրեք։ Նախապես միացրեք 200 աստիճան, չմոռանաք, սա էկլերի նմանը 200 աստիճան պետք է լավ բարձր լինի։ Երբ որ տեսնում եք արդեն բարձրացել է, սկսում եք կարմրել, կարող եք մի փոքրիկ թուլացնել կրակը, դարձնել 180։ Մի անգամից չի կարելի, սիրելիներ, երբ որ արդեն 20 րոպե հետո մոտավորապես տեսնում եք, որ արդեն կարմրում է, նույնիսկ կարող եք ավելի շատ հետո իջեցնել 160, 150, այնքան ենք թողնում։ Ես մոտավորապես 40-45 րոպե դեռ մի քիչ ավելի շատ ցածր ջերմաստիճանով թողնում եմ, լավ չորանում է։ Օդափոխիչը կարող եք վերջին 10 րոպե միացնել, որ ինքը լավ սենց չորացնի ու որ ինքը ներսից խոնավություն չմնա էկլերի մեջ, այսքանը։ Ես հատուկ էկլերի համար լավ բաղադրատոմ սեր ունեմ ու լավ բացատրված տեխնիկական բոլոր մանրամասներով կարող եք հետևել ու դիտել։ Սա մի քիչ տարբերվում է էկլերից։ Հիմա, սիրելիներ, մեկ ձու եմ ջարդել ու այսպես երեսը քսում ենք ձու։ Պարտադիր։ Զգուշ նուրբ քսում ենք։ Այ հիմա ավելացնում եմ նուշի փաթիլներ։ Սիրելիներ, սա պարտադիր չէ, բայց շատ գեղեցիկ է։ Այս խմորեղենի յուրահատուկ մասը հենց սա է։ Յուրահատկությունը հենց սրա մեջ է։ Դե գրամով, որ ասեմ, որքան է պահանջվում, կարող է սխալվեմ, այսպես աչքաչափով տարածում եմ, հետո կասեմ որքան օգտագործեցի։ Երևի 50 գրամ էլ չպահանջվեց, ճիշտը որ ասեմ։ Դուք ինքներդ էլ կարող եք տանը պատրաստել նուշի փաթիլներ, կեղևազրկեք, խոնավեցրեք, կեղևազրկեք, հետո բարակ կտրատեք։ Ես պատրաստի վիճակում եմ ձեզ բերել, ավելի շատ չչարչարվելու համար, ավելի հեշտ է, ժամանակի խնդիր է պարզապես։ Վերջ, սիրելիներ, ուղարկում ենք ջեռոց։ Մոտավորապես 40-45 րոպե հետո կհանդիպենք։ Սիրելիներ, պատրաստ է, իդեպ լավ տարածվել է, ավելի է մեծացել, իսկ փուջուրիկները այսպես առանձին հետո կարող ենք կրեմ քսել եւ վայելել։ Թողնում ենք ինքը հովանա ու պատրաստում ենք կրեմը։ Կրեմի համար ունենք սերուցքային կրեմ ենք պատրաստելու, որպեսզի թեթև լինի ու ավելի համեղ լինի։ 250 գրամ սերուցք, 250 գրամ սերուցքային պանիր, իմ մոտ մասկարպոնե է, քաղցրացնելու համար խտացած կաթ ենք օգտագործելու, 2 ճաշի գդալ եւ վանիլին։ Սկզբի համար սերուցքը լավ հարում ենք, հետո ավելացնում ենք մասկարպոնե պանիրը եւ խտացած կաթը։ Սերուցքը, որ մի քիչ լավ ստաբիլ հարվում է, ոչ վերջնական, ավելացնում ենք պանիրը, 250 գրամ։ Սիրելիներ, իդեպ մասկարպոնեով շատ համեղ է ստացվում, կրեմները սերուցք եւ մասկարպոնե իդեպ շատ թեթև համեղ կրեմ է։ Կարող եք նաև կրեմ շանտիլի օգտագործել այս բաղադրատոմսի համար։ Ես ունեմ իմ ալիքում կրեմ շանտիլի ու շատ տորթեր եմ պատրաստել, հենց տորթ շանտիլին նույնպես պատրաստվում է շանտիլի կրեմով։ Ավելացնում եմ խտացած կաթը, 2 ճաշի գդալ,
Քաղցրացնելու եւ անուշ բույր տալու համար է, կարող եք նաեւ շաքարի փոշի օգտագործել եւ վանիլին։ Այսա շատ կարեւոր է։ Կարող եք կարամելային կրեմել օգտագործել այս բաղադրատոմսի համար, շատ լավ սազում են համերը։ Վերջ, տեսեք ինչ լավ պին ձիգ կրեմ ստացվեց։ Սիրելիներ, հիմա պետք է կիսենք, ճիշտ է, տաք է, դուք սպասեք, որպեսզի սառի, նոր կկիսեք։ Ես այսպես էլ կիսում եմ զգուշությամբ։ Սիրելիներ, հետո այսպես մի լավ սիրուն, այս թեթև կրեմով լցոնում ենք։ Ու այսպես զգուշությամբ դնում ենք երեսին, այսպես։ Դնելուց հետո այս շատ չենք էլ շարժում, որպեսզի իր գեղեցիկ տեսքը մնա ու մի փոքրիկ շաքարի փոշի ենք ցանելու։ Ասել մեր փոքրիկներն են, այսպես դնենք, որ անուշ անենք։ Գիգանտ էկլեր է ստացել, սիրելիներ։ Կրեմով առատ, այսպես պետք է լինի, ինքը ամբողջովին խմոր չկա, մեջը փուչ։ Այսպես պետք է լինի, թանկագիններս անպայման պատրաստեք ու վայելեք։ Հրաշք, ասեք, որ այսպես հյուրասիրությունը ավելի գեղեցիկ է ու ավելի տեսքով է։ Այդպես կարելի ասել, իմ խոհանոցը արդեն ես պետք է մի լավ մաքրեմ, սիրելիներ, մի լավ աշխատեցինք, հեշտ պատրաստման ձև էր, արագ պատրաստման ձև էր, անպայման պատրաստեք եւ վայելեք սիրելիներս, ընկերուհիներով սուրճ խմեք, ինձ էլ կհիշեք։ Իդեպ այս տեսակի խմորեղենները ես համարում եմ ավելի էլեգանտ խմորեղեն, որովհետեւ ինքը տեսքով եւ համով էլեգանտ է։ Դե ինձ սիրելիներս, հիմա ես կփորձեմ, կասեմ համ ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Ընտիրեմ, իսկ նուշի համը հրաշք է։